Անուն հոր և որդու և ոգնույն սրբու ամեն։ Սիրելիներ, այսօր ընթերցված է Մատթեոսից է, Մատթեոս ավետարանիչ 12-րդ գլուխ։ Երեսունութ համարից սկսյալ։ Այստեղ վերնագրված է նշանի հայցում։ Քարոզության ընթացքում Տերը հանդիպում էր և մարդկանց, և փարիսեցիներին, և այստեղ տվյալ դեպքում գրված է նաև դպիրներին կամ օրենսգետներին։ Դպիրները, ովքեր որ Աստվածաշունչը կարդում են, հրեական և ժողովրդին սովորեցնում են, մեկնաբանում են։ Փարիսեցիները մի քիչ ավելի ուշադրություն են դարձնում օրենքի արտաքին կերպին, ավելի պահ պահել, ավելի ծիսական կարգերը, դասանորդի հարցերը և ամեն ինչ մանրամասնորեն էին անում։ Դուք արդեն բավականաչափ գիտեք իրենց մասին։ Հերթական անգամ, երբ որ Քրիստոս քարոզություն է անում և քարոզությունների ժամանակ գիտեք, որ հրաշքներ էր գործում նաև, հրաշքներ, բայց անտեղի հրաշք չկա, էլի այդ տեսակ, որից է մեկը, որ ասենք անտեղի հրաշք է եղել։ Միակ հրաշքը, որ կարելի ասել, կատարեց մեր Տերը իր մոր խնդրանքով, դա Կաննայի հարսանիքներ, ուր ջուրը գինու դարձրեց, գինի դարձրեց, կամ գինու վերափոխեց։ Մնացած բոլոր դեպքերում անպայման պայման էր, որ ով որ ուզում է բժշկվի, ինքը հավատք ունենա, կամ եթե ի վիճակի չէ արտահայտել իր հավատքը, ուրիշները կարող էին խնդրել դրան բժշկություն, միջնորդավորված կերպով։ Շատ լավ ասում, այդ ժամանակ օրենսգետներից և փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տվեցին ու ասացին. Մինչև Քրիստոս խոսում էր նաև դատաստանի մասին էր խոսում, մենք անցած կիրակի խոսել ենք, այդ նույն գլխի շարունակությունն է։ Եվ իրենք ասում են, վարդապետ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել, ինչ-որ նշան, հրաշք ենք ուզում տեսնել։ Հիմա հարցը կարծես թե միամիտ է, բայց իրականության մեջ մինչև այդ իրենք առնվազն գոնե մի 100 վկայություն ունեն Քրիստոսի մասին։ Ընդունենք, թե Տերը մի 100 հատ բժշկություն էր արել, 100 հատ հրաշք էր գործել։ Ըստ իրենց հավատքի, երբ որ մարդիկ խնդրել էին։ Հիմա իրենք ինչ են ասում, կարծես թե այսպես է, քո ասածները ինչ որ դու խոսում ես համաձայն չենք, բայց ուզում ես մի հատ հրաշք ցույց տուր մեզ, որ մենք տեսնենք, հավատանք, կամ միգուցե հավատանք, կամ միգուցե քննենք, տեսնենք, արդյոք արժի ընդունել կամ չարժի։ Արդեն 100 հատ հրաշք գործվել է։ Մի հատ էլ ինչ է, կրկես եք եկել վճարելու ու նայելու, շոու եք նայել։ Եկել եք աչպարարի մոտ կամ ֆոկուսնիկի մոտ ինչ-որ բան տեսնեք զարմանաք։ Դա նույնիսկ վիրավորական էր, որ Տիրոջ ասում մի հատ հրաշք գործի նայել։ Այդքան հրաշքներ եղել են, շատեր իրենք տեսել էին, դարձի չէին եկել, ոչ էլ այդ հրաշքներ օգուտ տալու։ Դարաջան, կարելի ես ավարտեմ, որ դու շարունակես։ Չգիտեմ ինչ ես ասում։ Շատ լավ, սիրելիներ, եկեք ընթերցենք։ Քրիստոս ինչ է պատասխանում նրանց, ասում է չար և շնացող ազգը նշան է փնտրում։ Իրենց մտադրությունը բարի չէր, դրա համար է ասում չար և շնացող ազգը, շնացող այսինքն Աստծուց հեռացած, կռապաշտության գնացած ազգը, որտեղ եթե նայենք հրեաներին, հրեաները հեռացել են ահագին Աստծուց Եգիպտոսում, ինքներից հանեց իրենց, կռապաշտություն իրենց միջից հանեց, բերեց, գնացին նույնիսկ Բաբելոնյան գերություն, իրենք Բաբելոնում և գերության եղան, հետո հետ վերադարձան, նորից զտվեցին, դրանց մի մասը մնացին, սամարացիներն են այն մասը, որ կար, եկան փյունիկեցիների հետ խառնվեցին, իրենց համար առանձին բան կառուցեցին, տաճար Երուսաղեմից բացի այդ
ավետարանի մեջ հիշատակվում է վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայիդա նման հատված կա։ Քորազին այդ Գարիզին լեռն է, որի վրա սամարացիները կառուցեցին տաճար Երուսաղեմի տաճարի պես։ Բայց հետո հրեաները չընդունեցին իրենց, բայց մնացածը մաքրվեց։ Սամարացիները մի հատված մնացին առանձին։ Սրանք խառնուրդ հրեաներ էին, փյունիկեցիների տարբեր ազգերի հետ խառնված ժողովուրդ են դարձել։ Դրա համար ասում է ազգ, այս տեսակ ազգ, այս տեսակը, ձեր տեսակը ասում է, որ մաքրվել է, դուք նորից չարություն կա ձեր մեջ և շնացել եք, հոգևոր առումով շնանալ նշանակում է Աստծուն թողնել, գնալ ուրիշ բան պաշտել, գնալ կուրխ պաշտել, գնալ փող պաշտել, գնալ մարդ պաշտել։ Որ ունենք, չէ, մենք մարդապաշտություն ենք ունեցել։ Առաջի դարում էլ կայսրի արձանը դրվում էր ամենտեղ, համարում էր, որ կայսրն ինքը Աստված է և իրեն պաշտում է։ Սովետ միության տարիներին բոլորդ լսել եք անձի անհատի պաշտամունքի տարիներ, անձի պաշտամունքը, դա կռապաշտություն էր, երբ որ ղեկավարը համարվում էր, չեն ասում Աստված, բայց Աստծո տեղ են դնում։ Ես հիշում եմ փոքր տարիներ, երբ որ դրանք մահանում էին, դպրոցում բան են դնում, մոմ են դնում, դրանց նկարը, որ որից եք հանգար չծիծաղի, դուք էլ եք անցել այդ ճանապարհով, որտեղ ծիծաղում ենք, դրա պատիժ կար, վախում ենք, որ նաև դրա պատճառով մեր ընտանիքներին վնաս կտա։ Աստծո տեղ են դրել ժողովուրդ, մարդկանց Աստծո տեղ են դրել, մինչև հիմա կա։ Մինչև հիմա կա և դրա համար ասում է իմ երկրպագուները, ասում են երկիշները, շատ դերասաններ, իմ երկրպագուները։ Դուք իրենց երկրպագուներն եք։ Այդ բառը ճիշտ չի օգտագործում, սխալ է օգտագործում։ Մարդապաշտությունը ևս կռապաշտություն է։ Կամ եթե մեկին համեմատում են Աստծո հետ, դա ևս շատ վտանգավոր է, շատ մեղքերից շատ բարդ մեղք է։ Դա կռապաշտություն է։ Դրա համար ասում է շնությունն է, երբ որ Աստծուն թողած մարդապաշտությամբ եք զբաղվում։ Դրա համար Քրիստոս ասում է, ձեզ նշան չեմ տալու, հրաշք չեմ անելու ձեր համար, դուք ձեր հետաքրքրության համար կամ ինձ փորձելու համար, չէ որ Աստծուն չեմ փորձում։ Եկել եք ասում եք մի հատ հրաշք, արա տեսնենք, նայենք, էլի, մի հատ որոշում կայացնենք։ Եթե 100 հատ հրաշք արվել է, դուք դարձի չեք եկել, էլի դարձի չեք գալու։ Խոսքը հրեաների մասին է խոսքը։ Նրան նշան չի տրվի, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև ինչպես Հովնանը 3 օր ու 3 գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես և մարդու որդին երկրի ընդերքում 3 օր ու 3 գիշեր։ Եվ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դեմ պիտի դուրս գան և պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին։ Ավասիկ այստեղ Հովնանից մեծը կա։ Հովնան մարգարեն ինքը շրջիկ քարոզիչ է, ինքը հրեա էր, գնում էր քարոզում էր այստեղ այնտեղ, բայց նա շրջիկ էր, մշտական տեղ չուներ, ոնց որ ավետարանիչները գնում էին քարոզում էին։ Հովնանը ուղարկվեց Նինվե, Նինվեն Հրեաստան չէ, ժողովուրդ։ Նինվե քաղաքի բնակիչները շատ են բարկացրել Աստծուն, իրենք այլազգիներ են, հեթանոսներ են իրենք։ Ասում է Հովնան մարգարեն մնաց կետի փորի մեջ, որտեղ Աստծո կամքը չէր ուզում կատարել։ Մեծ ձկան փորի մեջ մնաց 3-րդ օրը, ասում է ձուկ իրեն փսխեց ափը, երբ որ ինքը խելքի եկավ։ Հիմա ինչպես որ այդ ձկան փորը, որի մեջ ինքը մնաց, դա գերեզմանի խորհուրդ ուներ, ժողովուրդ։ Այնտեղ մահ կար, բայց ինքը հրաշքով մնաց այնտեղ։ Միջարոս պատմական դեպք կա, նման բան եղել է, գիտեք, չէ՞, որ կուլ է տվեկել է, կետը հետո հսխել է, եւ ոտքերն են քայքայված եղել, այս ոտքերի, կրունկների ոտքերի մասը, երևի այդ ստամոքսահյութի շիրեմ ինչից։ Նման բան է եղել։ Պատմության մեջ նման բան կա, եւ արդեն 20-րդ դարում եղել։ Այ Հովնանը ոնց մնաց այնտեղ այդ մահվան մեջ, այնպես էլ ասում է մարդու որդին։ Ինչ պիտի լինի, այսինքն Քրիստոս խոսում է իր չարչարանքների խաչելության
մահվան, թաղման եւ հարության մասին։ Մենք դուք կտեսնեք, որ ես կմահանամ, նորից հարություն կառնեմ։ Այդ ձեզ հերիք է այդ նշանը։ Որովհետեւ տեսեք Հովնանը չէ, Թովմասին ինչ ասաց Քրիստոս, ասաց դու տեսար եւ հավատացիր, չէ՞ որ ինքը չէր տեսել հարություն առած Քրիստոսին։ Եվ ասում եմ մատներս պիտի դնեմ այդ կողերի մեջ, ծակերի մեջ պիտի մտցնեմ, շոշափեմ, զգամ տեսնեմ, արդյոք ինքը ձեր աչքին չի երևացել։ Չնայած իրականության մեջ ինքն էլ էր ուզում տեսնել Քրիստոսին։ Լավ, հիմա դուք տեսաք հրաշքը, առաջի դարում հավատացիք, բայց մնացածները, չէ՞ որ ես ամբողջ ես 2000 տարվա մեջ ֆիզիկապես այդտեղ չեմ լինելու, որ ձեռքով գամ, դիպչեմ, բուժեմ եւ այլն, որ տեսնեք նոր հավատաք։ Բայց դուք ուզում եք տեսնեք, մյուսները չեն ուզում տեսնել։ Մենք չենք ուզի, մենք ինքներս կուզենք տեսնել Քրիստոսին։ Մենք կուզենք տեսնել, կուզենք շոշափել, եթե հնարավոր է, կամ իր խղանցքին մոտենալ, երկրպագել կոնկրետ Տիրոջ առաջ կանգնելով ու ծնկի գալով, բայց այդ հնարավորությունը ֆիզիկապես մենք չունենք, ինչպես ունեցան առաքյալները, առաջի դարի Տիրոջ հետ շփվողները։ Դրա համար Քրիստոս ասաց, երանի նրանց, ովքեր առանց տեսնելու այո կհավատան։ Երանի։ Այնպես որ այդ երանին ձեզ է։ Բոլորինս է, ովքեր հավատում են Տիրոջը, երանելի են նրանք։ Դուք երանելիներ եք, որ հավատում եք Տիրոջը։ Դրա համար ասում է շարունակելով Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դեմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրանք, քանի որ իրենք ապաշխարեցին։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է ասում։ Երբեմն ասում մենք իրավունք ունենք ուրիշների համար աղոտ քանելու, կամ խնդրելու, կամ նույնիսկ դատապարտելու։ Սխալը չարը դատապարտելու։ Ժորդ, Նինվեի մարդիկ առանձնատուկ մարդիկ չեն, մերպես մարդիկ են եղել։ Իրենք իրավունք ունեն դատաստանի ժամանակ բարեխոսելու։ Տիրոջ խոսքն է սա։ Ինչ համար եմ ասում, որոշակի կրոնական հարաբանություններ մեր մեջ, որ մուտք են գործել, ասում են մարդը մահացավ գնաց վերջ այլևս։ Այլևս իմաստ չունի խոսել, այլևս իմաստ չունի խնդրել Աստծուն։ Ինչ եղել է, այդպես են մտածում։ Մենք ասում ենք, չէ, Տերը ասում է, տեսեք, դրված է, դատաստանի ժամանակ կարող են խոսք ասել, հատկապես սրբերը, ովքեր որ Աստծո մոտ են։ Եվ մենք խնդրում ենք նաև բարեխոսությունը Մարիամ Աստվածածնի, մյուս սրբերի, մյուս քրիստոնեական կյանքը կամ պատերազմը հաղթած անձանց կարող ենք դիմել, որ իրենք մեզ համար աղոթեն։ Սրբերի մասին է խոսքը, որտեղ իրենց խոսքը անցնում է։ Եթե Նինվեի ժողովրդի խոսքը անցնում է, իրենցն էլ կանցնի, մերն էլ կանցնի։ Որովհետև Աբրահամի համար էլ է ասում։ Աբրահամին ասում է՝ մի հավաքեք ասելու, որ դուք ունեք Աբրահամի նման հայր։ Դատաստանի ժամանակ Աբրահամն էլ է ասում է ձեզ մեղադրելու։ Այն խոսք ասելու իրավունքը կա։ Բարեխոսելու իրավունքը կա։ Դրա համար ասում է նրանք ապաշխարեցին։ Ահավասիկ այստեղ Հովնանից մեծը կա։ Անցյալ կիրակի, որ մենք խոսում ենք, Քրիստոս խոսում է, ասում է, այստեղ տաճարից ավելի մեծը կա, չէ՞ որ Դավիթը մտան իր զինվորներով գնացին հացը առանք իրան, չէ՞, առաջավորության հացը։ Անցյալ կիրակի ենք խոսում այդ մասին։ Եվ ասում է, դուք խոսում եք տաճարի մասին եւ քահանաների մասին, որ կիրակի օրը աշխատում էին, ծառայում էին եւ համարում էր դա ըստ օրենքի պղծել։ Այստեղ տաճարից ավելի մեծ մեկը կա։ Այստեղ Հովնանից ավելի մեծ մեկը կա։ Աստված մարդացել է եւ աստվածությունը եւ մարդկությունը կատարյալ իր մեջ են։ Ինքը եկել է մարդկանց քարոզելու։ Հերի չես, մարդիկ ասում են, դե մի հատ էլ հրաշք ցույց տուր նայենք։ Կինո ես եկել, թատրոն ես եկել, դա ծաղրական է։ Դա համար Տերը իրենց համար հրաշք չի գործում։ Նաեւ ասում է եկավ իր Նազարեթ քաղաքը, այնտեղ հրաշքներ չգործեց, ինչու, որտեղ չէին հավատում։ Հավատքին ի պատասխան է գալիս բժշկությունը։ Հավասիկ այստեղ Հովնանից մեծը կա։ Երկրորդ օրինակն է բերում։
հարավի դշխոն դատաստանի ժամանակ սա Եթովպիայի թագուհին է կամ Սաբա թագուհին է, որ եկավ Սողոմոնի մոտ, Սողոմոն արքան գիտեք, որ իմաստուն անձնավորություն էր, ինքը երկար ճանապարհ կտրեց երկրից երկիր եկավ Սողոմոնից լսելու իմաստություն, նաև Աստծո իմաստությունը լսեց ինքը։ Հիմա այստեղ Աստված մարդացել է, Աստված մարմնացել է, եկել է մարդկանց մեջ, իրանց երկրի մեջ է, իրանց շրջանի մեջ։ Այս մարդիկ չեն ուզում լսեն իրեն։ Դրամալինք օրինակ է բերում, ասում են Սաբայի թագուհին կամ Եթովպիայի թագուհին։ Կամ էլ ասում են հարավի դշխոն։ Պիտի գա։ Նա պիտի գա այս ազգի դեմ դատապարտի նրան, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը։ Իրենց համար Սողոմոնը, Դավիթը հզոր թագավոր էր, բայց Սողոմոնը իմաստուն էր։ Հիմա Քրիստոս ինչ ասաց, տաճարից մեկը կա, այսինքն իր մասին խոսեց, Հովնանից մեծ մեկը կա և Սողոմոնից մեծ մեկը կա այստեղ։ Առավելություններ ուներ Տերը։ Եվ սա ինքը հափշտակություն, գողություն չի համարում, որ ինքը իր անձի համար։ Այսինքն գլուխ չի գովում, ինքը իրեն չի վերագրում ուրիշի արածը։ Երբեմն կարող է լինել մարդը իրեն վերագրել այնպիսի արարքներ, հերոսական, որ ինքը չի գործել։ Բայց Քրիստոս այս պարագան այդպես չէ։ Ինքը խոսում է իրականությունից։ Սա իրական է։ Այստեղ Սողոմոնից մեծը կա, և որից հետո խոսում է պիղծ հոգու վերադարձը, դրա մասին, օրինակ է բերում, ասում է պիղծ հոգին դուրս է ելում մարդուց, շրջում է անջրտի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում, այն ժամանակ ասում է, դառնամ իմ տունը, որտեղից դուրս ելկա, Դա խոսում է ազգի մասին, կապված է նախորդ հատվածի հետ։ Այդ կռապաշտությունը պիղծ ոգին է, այդ մարդը հրեա ազգն էր։ Մեծ ձեր միջից դուրս եկավ դա, գնաց ավելի զարգացավ, ավելի մեծ ուժեղ կռապաշտություն դարձավ, նորից վերադարձավ ձեր մեջ ասում է։ Նորից վերադարձավ։ Որտև ասում է Այն ժամանակ, երբ դուրս ելակավ և վերադարձավ, տեսնում է, որ տունը մաքրված է և կարգի բերված է։ Տունը ինչից է մաքրված, մեղքերից կռապաշտությունից է մաքրված։ Այն ժամանակ գնում և վերցնում է իր հետ իրենից ավելի չար 7 այլ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր։ Դուք մաքրվեցիք, մաքրվելուց հետո նորից ընդունեցիք այդ կռապաշտությունը ձեր մեջ կամ անհավատությունը։ Հիմա ավելի վատն եք դարձել ասում է։ Տերը դատապարտում է։ Եվ այդ մարդկանց վերջը լինելու է ավելի վատ։ Վերջացնում է խոսքը այսպես, այսպես պիտի լինի և այս չար սերնդին։ Ոգիներից բռնված կամ Աստծուց հեռացած, որտև երբ որ տունը մաքրում ես, տունը մեր մասին է ժողովուրդ, մեր ներսը պիտի մաքրենք, որ Աստված կա։ Երբ որ հյուր ենք կանչում, տունը պիտի մաքրենք, չէ։ Սեղանը մաքուր լինի, աթոռը, նստատեղը, ամենը։ Երբ որ մտա տեսան տունը թափրտված է, հյուրը կվիրավորվի և իրավունք ունի դուրս գալու, որտև դա նշանակում է դու հյուրին չես գնահատում, քո համար արժեք չունի այդ հյուրը, անպայման կոկիկ դիլնի, մաքուր դիլնի, որպեսի Աստված գա, դա մեր համար է ասված, և ասում է այսպես պիտի լինի և այս չար սերունդին այսպես պիտի լինի, այսինքն չար սերունդը, երբ որ մարդ Աստծուն չընդունեց, գնաց կռապաշտության հետևից, փրկության չի արժանանալու։ Մենք էլ ենք ընկնում այդ սերնդի մեջ, եթե մենք գնում ենք կռապաշտություն։ Կռապաշտությունը այն բան չի, արձան չի, որ բերում դնում են։
երկրպագություն անելը։ Կռապաշտությունը մարդապաշտություն է, քիչ առաջ ասի փողապաշտություն է, նյութապաշտությունը, նյութական մտածողությունն է, մենակ քո շահի տեսանկյունից նայելն ու մտածելն է, սա է կռապաշտությունը։ Բայց որ մեր համար է ասում է, այս սերնդին այսպես պիտի լինի, այս չար սերնդին։ Սա էր, որ այսօր խոսեցինք, բոլորս այս մասին գիտենք, ուղղակի ևս մեկ անգամ վերհիշեցինք կամ բարձրաձայնեցինք, որ արժևորենք Տիրոջ խոսքը, մեր ներսը մաքրենք, որ Տերը գա։ Կոպիտ ասած, ռետինը վերցրեք ու մաքրեք այդ թղթի վրա գրված մատիտողները, ջնջեք, մաքրեք, որ նորը գրվի, Աստծո խոսքը գրվի մեր մեջ։ Սա է ճիշտ տարբերակը ժողովուրդ, որտեղ այնքան անպետք օրենքներ ունենք մեր մեջ գրված, եսապաշտական օրենքներ։ Աստծո խոսքը հավիտենական է, Աստծո խոսքը չի փոխվում։ Աստված զորացնի եւ իմաստություն տա յուրաքանչյուրիդ ամեն։ Ամեն։ Եվ դու մեզ համարձակած այն բարբարով բանալս բերանս մեր կարդալս քեզ երկնավոր Հայր երկել եւ ասել։